Հարգարժան դատան, ես հարցը այլ ձևով ձևակերպեմ, էլի ոչ թե ասեմ, որ Հայկ Շահնազարյանի զենքը վերաբերվում է ինձ, թե չէ, բնականաբար, որ մեղադրողները ասում են, բոլորս գիտենք, որ այդ զենքը Հայկ Շահնազարյանն է պատկանում, օրինական զենք է, որսով միության թուղթ ունի։ Հիմա չեմ կարող ասեմ, այդ զենքը իմ հետ կապ ունի, թե չունի, բնականաբար չունի։ Ես ոչ թե հարց ուզում եմ տամ, որ մեր ընկերները տալիս էին Չախալյանի հետ կապ ունի, ես մեկ հետ թե մեկ ես ուզում հարց տամ, այդ զենքը, որ օրինական Հայկ Շահնազարյանի զենքն է, այդ գործի հետ ինչ կապ ունի, ընդհանուր մեր գործի հետ, պայքարի հետ, որ մենք դուրս ենք եկել փողոցային պայքարի եւ սահմանադրությամբ իրականացնենք մեր իրավունքները, հիմա վերաձևակերպել եք տերորիզմ։ Հիմա այս զենքը, որ օրինական Շահնազարյան Հայկինն է, գործի հետ կապ ունի, թե չունի։ Իհարկե ճիշտ եք ասում, որ այս կարծում եմ, որ Շահնազարյան Հայկը տնից են անի, Շահնազարյան Հայկինն է, դրա մասին չենք խոսում, բայց այս օրինական զենքը Շահնազարյան Հայկեն ստան, այս գործի հետ ինչ կապ ունի, իհարկե Շահնազարյան Հայկինն է, Մոսոյինն է, Իսրայելյան Արմանին, Իսրայելյան Արմանին, ստե հարցը ուրիշ է, այս ապացույցները որ կան, ապացույցները այս գործի հետ ինչ կապ ունեն, եթե կապ ունեն, եթե ուզում հասկանանք, ոչ թե Սարգսյան Արթուրը կապ ունեն, թե մյուս ընկերոջ, գործի որտեղ ես 18 հարտաներս մի գործով են գնում, ուզում հասկանամ, այդ զենքերը, որ հայտնաբերվել են, մեր այս գործի հետ կապ ունեն, թե չունեն, մենք ուզում ենք այդ հասկանանք, ավել բան չենք ուզում, շնորհակալություն։ Դա մեղադրանքի կողմի վրա է դրված այդ պարտականությունը, մեղադրանքի կողմն է դատարանին համոզելու, որքանով է, այսպես ասենք համոզելու, որքանով է, քանի որ մրցակցության սկզբունքով է, մեղադրանքի կողմն է համոզելու, որքանով է կոնկրետ անձին ձեր կողմից մատանշված, կամ մյուսներին վերաբերելի։ Պատվարժան դատան, այն ինչի մասին խոսում է պարոն Սարգսյանը, այդ համոզման փուլը արդեն անցել է։ Այդ համոզումը պետք է լիներ նախնական դատալսումների ընթացքում։ Այսինքն յուրաքանչյուր ապացույցի դեպքում, պատվարժան դատարան, օրինակ, այս փորձագետի եզրակացության դեպքում հարգարժան հանրային մեղադրողը պետք է դատարանին համոզել, որ պատվարժան դատարան կա որևէ ապացույց, որևէ տվյալ, ըստ որի այս փամփուշտները պետք է օգտագործվեն ահաբեկչության նպատակով։ Հակառակ դեպքում պատվարժան դատարան ինչի համար է փորձաքննություններն իրականացվել, ինչի համար է ապացույցը հետազոտվում։ Այսինքն ստացվում է իրավիճակ, եթե մարդը որսորդ միության անդամ է, կամ երբևէ պարգևատրվել է որևէ զենքով, որևէ քաղաքական պայքարի մտնելուց առաջ այդ զենքերը պետք է հատանի հանձնի ոստիկանություն կամ հետ վերադարձնի պետությանը։ Հակառակ դեպքում պատվարժան դատարան այդ զենքերը կընկալվեն որպես, չգիտեմ, ահաբեկչության գործիքներ եւ այլ եւ այլ։ Չկա որևէ ապացույց, չկա որևէ օպերատիվ տվյալ անգամ, օպերատիվ տվյալ, որ այդ զենքերը կարող են կիրառվել այլ նպատակով, քան նախատեսված են, քան ձեռք են բերել։ Հետևաբար պատվարժան դատարան, այո, դուք դեռևս նախնական դատալսումների փուլում, երբ որ այս հարցերը քննարկում ենք, պետք է արգելեիք, բայց այդ ապացույցները չպետք է հետազոտվեն առհասարակ։ Դրա համար մենք հասել ենք այստեղ, այս փուլում ենք այս հարցերը բարձրացնում, պատվարժան դատարան։ Հարգարժան դատարան, շնորհակալություն, շատ հարց բարձրացրեցիք։ Հենց խնդիրները մենք էլ ենք ուզում, որ հիմնավորեն, որ պես արդեն տարին դժվար է, մի տարի նույն բանն ենք ասում, ասեք մենք ինչի համար ենք այստեղ։ Հիմա այս ընդհանուրը անցել ենք, եկել ենք հատիկ ապացույցներին, հիմա ասում ենք, այս ապացույցը այս գործ հետ կապ չունի, եկեք ֆիքսենք, որ այս ապացույցը այս գործ հետ կապ ունի, որը գործ կապ ունի, հիմա ես այդ եմ ասում, թող ասել, այս զենքը նախապատրաստել են օրինական է, բայց պետք է տանեին օգտագործեին, պետք է տան հերոն ես իմ մեր ասում, ինչ պետք է անել, հերոն պետք է անել։ Դե որ չկա, հասկացանք կա այդ զենք, կա բոլորի տուն այսօր մեր հասարակության 20%-ի տուն օրինական զենք կա, չի նշանակում այդ զենքերը պետք է հետո օգտագործվեն։ Մեր ասածը էսա, որ հիմա ասում ենք անցնենք, որ մեր ընկերներն ասում են ասեք ումա վերաբերվում, չէ, գիտենք որ Շահնազարյան Հայկին է վերաբերվում, քանի որ կարծում եք որ իրանց տնից է կուզակցություն արել։ Ես այդ հարցը չեմ տալիս։ Այդ զենքերը, այս մեր պայքարը, որ մենք ասում ենք, մենք չենք ասում ենք ոչ մի բան չենք արել։ Մենք ասում ենք կազմակերպել ենք անհնազանդության փողոցային պայքար սահմանադրության իրավունքով։ Իշխանությունը օրինական ճանապարհով վերցնելու։ Մենք չենք ասում ենք ոչ մի բան չեք արել, մենք փողոցային պայքար ենք արել, չարիքին հեռացնելու, մենք փողոցային պայքար ենք արել, մի տարի եղել ենք պայքարի մեջ, Տավուշից քայլել ենք մինչև Երևան, Երևանից գնացել ենք Մեղրի, իհարկե մենք պրոցեսի մեջ ենք եղել, բայց օրինականության մեջ չենք ասում մենք տունը նստած եք ասում։ Հիմա այս զենքը ինչ կապ ունի այս պրոցեսի հետ։
Այդ է մեր ասած, եկեք այս ապացույցները, որ այդ ազոտում ենք, ասենք, որ ինչի կապ ունի, եթե կապ ունի, թող հիմնավորեն, եթե մենք կարանք, որ ասում ենք իրանք պետք է հիմնավորեն, ուզում ենք, թող հիմնավորեն, մենք էլ կարանք հակառակը ապացուցենք, որ կապ չունենք, արդեն ձեր մոտ միանգամից կարծիքը կձևավորվի, որ այդ վճիռը կայացնելը տալուց պետք է ձեր մոտ կարծիքն լինի, որ իմանաք այդ զենքերը իրականում անօրինական եւ անշարժ զենքեր են, թե մենք նպատակ ենք ունեցել հետագայում այդ զենքերը օգտագործել։ Հիմա դες կարթան գնան, բայց որ ցես կարթան գնան, վերջու որոշում ինչ են կայացնելու, ինչ ուզենք։ Հիմա ես ուզում եմ այս փուլից հետո հասկանամ այդ զենքերը գործի հետ կապ ունեն թե չունեն, բայց ասում են թոմնավ ինչ, այս մի տարի ինչ խոսում եք, ասում են թոմնավ վերջում, եկեք ոչ մի բան չանեն, որը միշտ ասում են, վերջում վճիռը կարտացեք բրծնեն։ Հիմա հասկանանք այս զենքերը մեր հետ կապ ունի թե չունի։ Շնորհակալություն։